իմ շատ սիրելի թալենտներ, իմ շատ սիրելի սասունցիներ, մշեցիներ, ես էլ եմ այս հողում, այս ձորերում մեծացել եւ պիտի ազնվորեն խոստովանեմ, որ իմ արժեքային համակարգը սնվել է այս հողից, որտեղ ես ճանաչել եմ իմ անցյալը, ճանաչել եմ մեր հերոսական պատմությունը, հպարտացել եմ իմ ազգի հայ ժողովրդի հերոսական անցյալով, համաշխարհային պատմության մշակույթի մեջ ունեցած անուրանալի դերակատարությամբ եւ այսօր ցավոք սրտի մի փոքր իմ արժանապատվությունը վիրավորված եմ համարում եւ զգում, ես կարծում եմ մեզանից շատերը։ Երբ որ գալիս էինք այստեղ, ես մտածում էի, որ եւ նաեւ իմ ընկերներին եմ հաճախ ասում, որ եկեք խոսենք մեր հրաշալի ծրագրերից։ Իսկ մեր հզոր թիմը, մեր արժանապատիվ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ մենք հրաշալի ծրագրեր ունենք երկիրը այս ծնկած վիճակից ոտքի կանգնեցնելու համար, հրաշալի ծրագրեր։ Եվ միշտ ասում եմ, եկեք ծրագրերից խոսենք, մոռանանք չարիքին, մոռանանք եւ էներգիա չտանք նրանց, որովհետեւ նրանք շնորհակալություն, որովհետեւ նրանք սնվում են չարի ուժով, խոսենք ծրագրերից, բայց ես մի փոքր նահանջեմ նորից։ Գալիս էինք ապարանում, հանդիպեցի մի տարեց մարդ մոտեցավ ինձ, ասեց, բալես, տարիքով էր, ասեց, գիտես, ես չեմ ուզում տունս մնա Թուրքին։ Եվ ես հասկացա, մեկ անգամ եւս համոզված հասկացա, ինձ համար, բոլորիս համար, որ մեր պայքարը հենց դրա համար է, որ մեր տունը չմնա Թուրքին, ով, եթե ոչ դուք, սասունցիների, մշեցիների ժառանգներ, ով, եթե ոչ դուք, գիտեք, թե ինչ է նշանակում հայրենազրկվել, կորցնել հայրենիք, կորցնել հող, կորցնել արժանապատվություն եւ շարունակ չկարողանալ ամոքել կորստի վիշտը։ Մենք երևի չենք էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում Արցախի կորուստը, որտեղ ապրում ենք դեռ այդ բղձավանջի մեջ, բայց մենք 21-րդ դարում Հայաստանի պետականության պայմաններում, արձանագրված անվտանգային երաշխավորի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները դարձան ցեղասպանության մասնակից, այո, պնդում եմ ես դա, դարձան, որովհետև կանաչ լույս վառեցին թուրք ագրեսորի առջև։ Եվ այսօր մինչ մենք խոսում ենք, Ամերիկ հայտարարեց, որ այս նույնիսկ բերանս չի բռնում ասել, տարածքներն եմ տալիս։ Դուք պատկերացնում եք, թե ինչ սողացող դավաճանության մեջ ենք մենք ապրում, եւ այսօր արդեն Google Map-ում Տիգրանաշենի անունը չեմ ուզում հնչեցնել, թե ինչ թրքահունչ բառով է հնչում։ Եվ սիրելի սասունցիներ, թալենտներ, ձեզանից որևէ մեկը երաշխավորություն չունի, որ վաղը այն 300,000-ը, որը կախված է սրի նման մեր գլխին, այն արևմտյան Ադրբեջանը, որը կախված է սրի պես մեր գլխին, չեն գա ու չեն ասես թուրքի թալինը իրանցներ։ Եվ այդ աբարանցի ծերունու խոսքը չի անցնում իմ ուղեղից, ես չեմ ուզում տունս տալ Թուրքին։ Եվ ուրեմն, որպեսզի մեր տունը չտանք Թուրքին, այս չոքած, ծնկած, անարժանապատիվ, նվաստացած վիճակը պիտի հաղթենք, մեզ չի սազում, որևէ մեկից չի սազում, որովհետև մենք 20-րդ դարի մեր ամենամեծ արժանապատիվ հաղթանակը միասնաբար, զոհողությունների գնով կնքեցինք, դա Արցախի, այո, Արցախի անկախությունն էր, զոհաբերությունների գնով, որտեղ մենք գիտեինք, որ մեր արյամբ են գծում մեր արժանապատվության սահմանը։ Ցավոք սրտի, այսօր ունենք մի իրականություն, որը կորուստների, ողբերգությունների, անարժանապատվության այս անիվը պիտի կասեցնել։ Ես ներկայացնում եմ մի թիմ, Դաշնակցությունը իր 135-ամյա ծառայությամբ հայ ժողովրդին եւ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահը, որը իր կենսագրությամբ, իր նվիրվածությամբ, իր նվիրումով, իր խիզախումով մեր թիմը Ռոբերտ Քոչարյանը եւ նաեւ մեզ միացած առաջ կուսակցությունը մենք ապացուցել ենք, որ մենք կարող ենք, մենք միասին կարող ենք։ Ես ուզում եմ նաեւ խոսել մի սողացող դավաճանության մասին։ Տեսեք, դուք Արագածոտնի մարզն եք, չէ՞ ներկայացնում։ Եվ այսօր պետական ծրագրով Արագածոտնի մարզում 22 դպրոց է փակվելու։ 22 դպրոց պետական ծրագրով, որդեգրված 2023 թվականի համար։
բաժակցություն։ Յուրաքանչյուր փակված դպրոց նշանակում է փակված գյուղ։ Մենք ասում ենք գալիս ենք, որ չթողնենք։ Մենք գալիս ենք պահելու երկիրը։ Մենք գալիս ենք վերականգնելու մեր արժանապատվությունը։ Մենք գալիս ենք նորից վերածնելու Հայաստանը։ Մենք ունենք թիմ, որը կարող է։ Ուրեմն ամսի 7-ին համար 17-ին միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին կարող ենք։